հինը պետք է դուրս գա, պետք է նոր այն որ կարան այն մարդը պետք է լինի։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է իշխանության հետ հետընտրական կոալիցիա չի կազմի։ Հայաստան դաշինքի առաջնորդ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նույնպես, եթե անգամ դա լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը։ Սամվել Կարապետյանի դեպքում քննարկման թեմա տեսնում է։ Եթե Քոչյանը պետք է լինի վարչապետ, ոչ։ Իսկ եթե Սամվել Կարապետյանը կամ Կարեն Կարապետյանի որդին, Որը մենք դա կքննարկենք։ Ինչու՞ չի համագործակցի Քոչարյանի հետ, չէ՞ որ տարիներ շարունակ համարվել է Քոչարյանի մտերիմ գործարարը։ Իսկ Քոչարյանի շատ թիմակիցներ իրենց քաղաքական գործունեությունը ԲՀԿ-ի հետ շարունակեցին, երբ նա հեռացավ նախագահի պաշտոնից, նույնը նաև հիմա։ Հայաստան դաշինքի որոշ նախկին ու ներկա անդամներ ԲՀԿ ընտրական ցուցակում են։ Մարդիկ հոգնել են, սա է Գագիկ Ծառուկյանի բացատրությունը, որը 2 տասնամյակից ավելի քաղաքական գործունեություն է ծավալում, լինելով մեծահարուստ գործարար, չնայած մեկ անգամ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայտարարեց քաղաքականության էջը փակելու մասին, բայց էլի որոշեց բացել։ Ինքը իր անա արել է, արդեն թող ինքը հանգստանա, նոր դեմքեր լինեն, նոր մոտեցում լինեն։ Շնորհակալություն, ստեղծություն։ Ձեր անունն էլ կարեք չգրեք, ցուցակում։ Կարամ դուրս գամ, եթե ես դա խանգարեմ, ես դրանով չեմ ապրում, տղա։ Ակնհայտորեն Ծառուկյանին նկատի ունենալով Հայաստան դաշինքն այսօր հայտարարեց, եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ ասում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքում կարծում են, այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։ Ուստի իրենք ում են պատրաստ միանալ։ Հայաստան դաշինքից Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասում է, եթե իրենց միավորումից է կախված լինելու Փաշինյանի իշխանության հեռացումը, այո, իրենք պատրաստ են հետընտրական համագործակցության։ Այսինքն դուք կարծում եք, որ ավելի շատ ընդդիմադիր ձայն հավաքած ուժին պիտի միանա մյուս ուժը։ Դրա մեջ տրամաբանություն կա, եւ մենք ձգտում ենք առավելագույնը, ինչպես մնացած բոլոր ուժերը։ Բնականաբար մենք պայքարելու ենք առավելագույն ՔՎ-ի համար։ Սամվել Կարապետյանի ուժից հավաստիացնում են, որ հետընտրական համագործակցության հարց չեն քննարկել։ Հաշվի առնելով, որ մենք 50+1-ի ռեալ հավակնորդ ենք, այլ տարբերակ չենք քննարկում։ Ընտրողները գնան ընտրատեղամաս, կատարեն իրենց ընտրությունը, որից հետո արդեն պարզ կլինի, եթե Աստված մի արասը լինի այդ սցենարը, քննարկվի այդ ժամանակ։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Վերընտրության ձգտող վարչապետը նախընտրական այս փուլում հիմնականում անդրադառնում է Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան եռյակին։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած այս գործիչների ուժերին նա պատերազմի կուսակցություն է անվանում։ Թող մարդիկ էլ գնան շփվեն, ընդ կերևա հրեշնովա, քաղցրնովա, համովնովա։ Ընդդիմադիր մեկ այլ ուժ ՀԱԿ-ը կասկածի տակ է դնում այն սոցհարցումները, որոնց համաձայն իրենք չեն լինի հաջորդ խորհրդարանում։ Եթե անցնեն եւ իրենցից կախված լինի, ընդդիմության տեխնացուն կգա իշխանության թե գործող վարչապետը, ում հետ կհամագործակցեն։ Իշխանության հետ, ասաց կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանը, կհամագործակցեն միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցով։ Իսկ ընդդիմության ստացվի իմ տեխնացության շուրջ կբանակցենք, չստացվի մեկ այլ տեխնացության շուրջ կբանակցենք, բնականաբար, պետք է մտածենք, որ ինչ-որ լուծումներ գտնենք։ Ուժեղ ժողովրդի, ուժեղ լուծում։ Երկու ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակները գլխավորում են մարդիկ, որոնք հաղթանակի դեպքում նրանց վարչապետի տեխնացուները չեն։ Ուժեղ Հայաստանի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է։ Այս ուժը հայտարարում է իրենց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Խորհրդարանում մեծամասնություն վերցնելու պարագայում մտադիր են փոխել սահմանադրական արգելքը, որով կառավարության անդամը, այդ թվում վարչապետը, պետք է վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի։ Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացիություն ունի։ Որպես Գագիկ Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ։ ԲՀԿ նախընտրական ցուցակը Գագիկ Ծառուկյանն ինքը որոշեց առաջնորդել, բայց հայտարարում է, թե վարչապետ չի ուզում դառնալ։ 4 այլ տեխնացու ունի դեռ մտքում։ Անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել։ Ով կարանի, ով այդ փորձ ունի,
այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանունը, դա էլ կանեն։ Ձեր տեխնազուի անունը կասեք, եթե դուք չեք ասում, ես 4-ից 2-ին փորձեմ ասել։ Մարտուն Գրիգորյան, Անդրանիկ Թևանյան, Երկուսն էլ բացառված են, նորից։ Շնորհակալություն։